հատվածում է։ Այս պայն մենք գտնվում ենք Դիլիջանում, Լեռնային Հայաստան առողջարանի հատվածում, այստեղ շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ Տավուշի մարզում նաև մենք խոտածածկ եւ բուսածածկ տարածքների հրդեհ ենք ունեցել Նավուր հատվածում, Կազաչի հատվածում, Ոլորանների հատվածում։ Այս պահին ուրեմն Կազաչի հատվածում հրդեհը մեկուսացված է, իսկ մյուս հատվածներում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ այս հատվածի հետ կապված 3 տեղեկատվություն ստացվել ցերեկը, որ հրդեհ կա բռնկված, եւ երեկվանից այսօր շատ մեծ տարածվածություն կարող եմ ասել, որ փոփոխություն չկա։ Վտանգ կա, որ կարող է կրակը ընդգրկել նաև հենց առողջարանի տարածքում։ Մենք այսպես գտնվում ենք առողջարանի տարածքում եւ թե տների հետ կապված, թե առողջարանի հետ կապված փրկարծառեղները կասեցրել են հրդեհի տարածումը դեպի այս հատված եւ այս պայմանը շարունակվում է։ Պնդումները, որ հրդեհը հասել է տներ եւ առողջարան, բնականաբար իրականությանը չի համապատասխանում։ Կոնկրետ անտառներ ընդգրկելու իմաստով անտառային հատվածներում կա հրդեհ, բայց հիմնականում արվում է բուսածածկ, խոտածածկ հատված, կան ջերմահարված ծառեր։ Դիլիջանի հատվածում դուք պնդում եք, որ այստեղ ուշացած չի եղել արձագանքը ու այսինքն գործողություններ են հրդեհաշիջման եւ այլն։ Ահազանգը ստանալուն պես անմիջապես փրկարծառայության ստորաբաժանումները րոպեների ընթացքում հասել են դեպքի վայր։ Խոտածածկ տարածքները այրելու հետևանք ի վերջո կա վերջնական եզրակացություն։ Պատճառների հետ կապված կարող եմ ասել, որ ոստիկանությունը զուգահեռ իրականացնում է որոշակի միջոցառումներ եւ որևէ հրապարակայնացնելու տեղեկատվություն, որ ունենանք, բնականաբար կիրազեկենք։ Կցանկանայի նշել նաեւ չոր կլիման, որը բնականաբար դա որոշակի օգնող հանգամանք է լինում, որ կրակի տարածման համար եւ դուք էլ գիտեք, կարծում եմ, որ մեր երկրի տարածաշրջանում էլի կան անտառային հրդեհներ, մասնավորապես Կասպից ծովի ափին Իրանի հատվածում անտառային լուրջ հրդեհներ կան, այնտեղ նույնպես հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում։ Իսկ տեխնիկական միջոցները մեր բավարար են։ Տեխնիկական միջոցները այս պայն եւս բավարար են, Պաշտպանության նախարարության ուղղաթիռը շարունակում է թռիչքները, մեր տեխնիկան եւս այստեղ է եւ որևէ խնդիր այսպես չունենք։ Ուղղաթիռները նոր են ներգրավել, թե ուղղաթիռները ոչ, արդեն մի քանի օր է, որ թռիչքներ են իրականացնում։ Հայտարարություններ կան կամավոր խմբերի ուրեմն կազման եւ դեպքի վայր մեկնելու հետ կապված, կցանկանայի նշել, որ այս պայդրությամբ փրկարծառայության ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը եւ կամավոր որևէ ջոկատների խմբերի անհրաժեշտություն չկա, բայց լինելու դեպքում բնականաբար հավելյալ հայտարարություն կտարածենք։